Էսի 400 եմ տալիս, նա 200։ Ընդհանուր վաճառքը Թուլա։ Երևանից տեղ ենք, 1.50, 1.60, 1.70, չի ծախ։ ամեն տարի սենց է եղել, թե այս տարի աս։ Չէ, այս տարի է։ Ինչքանի վնաս եք կրել։ Հախու հաշիվ չկա, չգիտենք ոճա։ Վաճառքը ոնց է անցած տարվա համեմատ։ Անցած տարվա համեմատ մի 30% է, էլի, ասես կարելի ասել։ Նու գնայինն էլ են, շատ չէ, այս տարի շատ թույլ է։ Շարժ չի լինում, էլի կարելի ասել։ Որ մնում է գույնը ասես կարմրում է, արդեն պետք է նույն օրը ապրանքը բրծնենք, բայց 3-4 օրն է արդեն էլ վաճառում ենք ու չի բրծնում։ Արտահանում է որ լիներ այս սեզոնին այս քաղցր բիբարը տոննաներով հավաքում ենք, կուրը տանում էր դուրս, բայց հիմա սաղ տեղում է։ Արտահանել ենք, հիմա չէ, այ որ սպասում ենք, տենանք ինչ կլինի։ Ազիկ պահելով էթում ենք։ Հիմա այսի չվաճառվես, պետք է տանենք թափենք։ Այդ մարդուս բերել ես, պետք է տանես փող տաս իրան։ Այդտենց էլի։ Իսկ այդ բաները չեն, գործարանները չեն վերցնում։ Չէ, հələ գործարաններից ձենձում չկա։ Գալիս թե տեղ էին վեկալում, հավաքում տանում էին, բայց հիմա չկան հələ որ։ Թեկական չեն գա։ Դեն ծախել եմ 300 դրամ, ավելի խոշոր եմ ունեցել 400-450 դրամ։ Որ արտահանում չկա, շուկան լճանալու է շուտով, շատ շուտով։ Այս դեղցել նելու 100 դրամ։ Ու չի ծախվելու։ Փորձն են ցույց տալ էլի։ Անցած տարի էսի 400 դրամ է վաճառվել։ 100 դրամ տարբերությամբ։ Այս տարի 300 են վաճառում։ Իտոք քիչ ելնելու դեպքում։ Եթե մեկը տանում էր նախկինում 10 ящик, հիմա 4-5 ящик, որտեղ դժվար է ծախվում։ Այս խանութում արդեն էսի մի 600-700 դրամ առ։ Մարդիկ ուտև հիմնականում զարմանում են, ասենք են բա ոնց է խանութներում մեր։ Որտեղ տնտեսական մրցակցությունը խողովորը քնած է։ Իրենց կարելի է արտանցել, ասել մատ զբաղվել։ Պետք է նայի համեմատի շուկայի գինը, խանութի գինը, պետք է հարկվեն։ Ըստ եկամտահարկ, ոչ թե բարձրացված հարկ կամ չգիտես ինչ հարկ։ Լոբին 300-ա, նեկտարը 300-ա, խաղողը 600-ա։ Ոնց է գները անցած տարվա համեմատ։ Նորմալ է, ոչ։